դուք իհարկե դիտում եք կյանքի համը, իսկ այսօրվա մեր եթերի ընթացքում խոսելու են բժիշկները, անդրադառնալու ենք բացահայտումներին եւ հասկանալու ենք, թե որ սննդամթերքներն են օգտակար մեր առողջությանը։ Մնացեք մեզ հետ եւ դիտեք, թե ինչ էջերից է բաղկացած մեր այսօրվա եթերը։ Հիպերկալցիեմիա, այսինքն կալցիումի ավելցուկն արյան մեջ, ինչպես է այն արտահայտվում եւ արդյոք վտանգավոր է։ Նրբերշիկ սննդամթերք, որից մենք հաճախ ենք օգտվում, չիմանալով անգամ օգտակար է այն, թե վնասակար։ Ինչից պետք է հրաժարվեն ապագա մայրիկները եւ ինչու։ Բոլոր այս հարցերի մանրամասները մեր եթերում։ Դելտա կլինիկը անակնկալ է մատուցում առաջարկելով ճիճվակրության, արյան մեջ գլյուկոզայի, ձվարանների, ողնաշարի, վահանաձև գեղձի անվճար ստուգում, ինչպես նաև բժիշկների անվճար խորհրդատվություն։ Դելտա կլինիկում գործում է նաև նորագույն տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա համակարգչային դիագնոստիկա, որ ստուգում է ողջ օրգան համակարգերի ընդհանուր վիճակը։ Հասցե Թամանյան 6 Կասկադի հարևանությամբ, հեռախոս 500 560։ Հիպերկալցինեմիա, սա կալցիումի ավելցուկն է, իսկ ինչպես է արտահայտվում այս հիվանդությունը եւ ինչ է սպասվում չբուժվելու դեպքում, մանրամասնում են մեր բժիշկները։ Հիպերկալցիեմիան արյան մեջ ազատ կալցիումի մակարդակի բարձրացումն է, որը բնորոշվում է որոշակի կլինիկական նշաններով։ Կախված արյան մեջ կալցիումի մակարդակից տարբերվում է թեթև, միջին և ծանր ընթացք։ Իդեպ, տարբեր անհատների մոտ հիպերկալցիեմիայի տարբեր թվերի դեպքում դիտվում են տարբեր կլինիկական նշաններ։ Հիպերկալցիեմիայի առաջացման հիմնական պատճառը մոտ 90% դեպքերում հարվահանաձև գեղձի գերֆունկցիան է։ Սակայն ցավոք 10% դեպքերում հիպերկալցիեմիայի պատճառ կարող են լինել չարորակ նորագոյացությունները, երիկամային հիվանդությունները, ոսկրային հիվանդությունները։ Հիպերկալցիեմիա կարող է առաջանալ նաև վիտամին D-ի ոչ ճիշտ դոզայով օգտագործումը, երկարատև թիազիդային միզամուղների օգտագործումը, պեճետի հիվանդությունը և մի շարք այլ դեպքեր, որոնց դեպքում պետք է արյան մեջ ստուգել կալցիումի մակարդակը։ Ընդ որում կան ընտանեկան դեպքեր, սա ավելի բարորակ ընթացք ունեցող հիպերկալցիեմիա է, որի դեպքում երիկամների խողովակներում կալցիումը չներծծվելու հետևանքով տեղի է ունենում մեզի մեջ կալցիումի մակարդակի բարձրացում։ Նշենք նաև, որ հիպերկալցիեմիա կարող է գրանցվել նաև վահանաձև գեղձի գերֆունկցիայի դեպքում, սակայն այս դեպքում այն արագ կարգավորում է, երբ կարգավորվում են նաև հորմոնները։ Հիպերկալցիեմիայի ժամանակ հիվանդների մոտ կարող են դիտվել մի շարք ախտանշաններ։ Դրանք տեղի են ունենում աղեստամոքսային համակարգի, սիրտանոթային և նյարդային համակարգի կողմից խանգարումների ձևով։ Դիտվում են փսխումներ, շատախմություն, շատամիզություն, որովայնի շրջանում ցավեր, դեպրեսիվ վիճակներ, գիտակցության մթագնում, սրտի կողմից կծկողականության բարձրացում կամ իջեցում, որը էլեկտրասրտագրի վրա դիտվում է խանգարումների ձևով։ Շատերի մոտ դիտվում է ախորժակի անկում, ընդհանուր թուլություն, մարմնի զանգվածի իջեցում։ Երկարատև հիպերկալցիեմիայի դեպքում կարող են դիտվել մաշկի և մի շարք օրգանների, ստամոքսի, սրտի, թոքերի, երիկամների կրակալման երևույթներ։ Հիշենք, որ կալցիումը մեր օրգանիզմի հիմնական միներալներից մեկն է և նրա մակարդակը անհրաժեշտ է տարեկան առնվազն 1 անգամ գլյուկոզայի խոլեստերինի հետ միաժամանակ ստուգել, որպեսզի կարողանանք կանխել մի շարք հիվանդություններ, որոնց հիմքում ընկած է հիպերկալցիեմիան։ Ունեք ուզող հարցեր, ցանկանում եք խորհուրդներ լսել, ապա գրանցեք այն էլեկտրոնային փոստի հասցեն, որն այժմ տեսնում եք ձեր հեռուստաէկրաններին։ Մեր բժիշկները սպասում են ձեր հարցերին։ Եղեք ավելի ակտիվ։ Ինչպես վերացնել հղիության ժամանակ առաջացող սրտխառնուքը։ Աննա Հակոբյան։ Հղիության ժամանակ կանայք արդեն գիտեն, որ
Սրտխառնոց լինում է կամ սկզբում առաջի շաբաթից մինչև 14 շաբաթականը, կամ լինում է ավելի ուշ 14-ից 26-ից մինչև նույնիսկ 46 շաբաթական։ Այդ դեպքում, եթե սկզբում է սկսվել, անպայման խորհուրդ է տալիս ժողովրդական բժշկությունը վերցնել հազարաթերթիկ, ընդ որում մեկ թեյի գթալը մեկ բաժակ ջրին, եռացրած ջրին, թողնել 15-20 րոպե, որպեսզի հրաշալի թրմվի, այնուհետև քամում ենք եւ առավոտյան խմում ենք կես բաժակ։ Ամեն առավոտ խմելուց հետո դուք կտեսնեք, որ ձեր սրտխառնոցը արդեն անցել է։ Իսկ եթե ձեր հղիության սրտխառնոցը 26-ից 40 շաբաթականում է, ապա խորհուրդ է տալիս ժողովրդական բժշկությունը օգտագործել երիցուկի թուրմ։ Վերցնել մեկ քթալ երիցուկը աղացած ծաղիկների հետ միասին եւ մեկ բաժակ եռացրած ջրի մեջ թրմել մոտավորապես 1.5 ժամ, այնուհետև խմել կես բաժակից ամեն առավոտյան։ Իսկ եթե ձեր սրտխառնոցը բավականին ծանր վիճակում է եւ դուք չեք կարողանում ձեռ ազատվել այդ սրտխառնոցից, ապա ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս վերցնել օշինդր 8 բաժին, արևքուրիկ, այսինքն զվերավոյ եւ հազարան թերթիկ 2 գթալ։ Այս բոլորը իրար հետ խառնել, վերցնել 1 գթալ այս ամբողջ բաղադրությունից եւ թրմել 1 բաժակ ջրում։ Օգտագործել օրը 3 անգամ 50-50 գրամ։ Այսօր մենք կխոսենք մի սննդամթերքի մասին, որից շատ հաճախ ենք օգտվում։ Դա նրբերշիկն է իր բոլոր տեսակներով։ Բացահայտենք դրա վնասակարությունն ու օգուտները եւ հասկանանք, թե ինչպես է պետք ընտրել որակյալ ապրանք։ Շուտ պատրաստվող, հեշտ ձեռք բերվող մթերք։ Իհարկե, նրբերշիկ, որն օգնության կգա դժվարին պահին, երբ ձեռքի տակ այլ մթերքներ չեն լինի։ Ահա այն պարզ պատճառներից մեկը, որի արդյունքում էլ նրբերշիկը մեծ պահանջարկ ունի եւ շատերի սիրելի սննդամթերքն է։ Իհարկե, այսօր նման մթերքների տեսականին բազմազան է, իսկ թե որքանով է այն օգտակար կամ վնասակար մեզ համար, դա հարցի այլ կողմն է։ Մեր օրերում նրբերշիկի բաղադրությունը եւս տարբեր է, սկսած համեմունքներից եւ ավարտած պանրով։ Կան նաեւ այնպիսիները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր։ Հետաքրքիրն այն է, որ նման քիմիական հավելումները կախվածություն են առաջացնում հատկապես երեխաների մոտ, որոնք համտեսելով նման նրբերշիկներ ցանկանում են կրկին ուտել։ Ռուսաստանում անգամ կատարվել է հետևյալ փորձարկումը։ Մանկապարտեզում 20 երեխաների համար նախատեսված նրբերշիկ են եփել եւ երեխաներին ասել, որ եթե նրանք չուտեն նրբերշիկը 2 րոպեի ընթացքում, ապա նոր խաղալիք կստանան։ Եվ պատկերացնում եք, 20 երեխաներից միայն 3-ը կարողացան դիմակայել փորձությանը, իսկ ահա մնացած երեխաները մեկ վայրկյան անգամ չմտածելով կերան իրենց նրբերշիկները, իսկ հետևությունները ձեզ ենք թողնում։ Կան դիետոլոգներ, ովքեր ասում են, որ նրբերշիկի չափավոր օգտագործումը բնավ էլ ոչինչ չի անի մեր առողջությանը։ Իհարկե խոսքը գնում է որակյալ եւ ճիշտ եղանակով պատրաստված մթերքի մասին։ Այսօր շուկայում առկա են այնպիսի նրբերշիկներ, որոնց 50%-ը մսից է բաղկացած, սակայն կան այնպիսիները, որոնց անգամ 10%-ը միս չէ։ Վատ որակի նրբերշիկը իրոք վնասակար է, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, սոյա, տարբեր սննդային հավելումներ, որոնք կարող են առաջացնել ալերգիկ երևույթներ։ Հատկապես երեխաների մոտ հնարավոր է անգամ մարսողական համակարգի խանգարումների հայտ գան, իսկ մայրիկներին խորհուրդ է տրվում չկերակրել նրբերշիկով իրենց մանուկներին, որոնց 3 տարին դեռ չի լրացել։ Իսկ ինչպես ընտրել լավ որակի նրբերշիկ, չէ՞ որ այսօր շուկայում առկա է զանազան տեսականի։ Եթե դուք ընտրում եք նրբերշիկ, ապա նախապատվությունը տվեք մոխրավարդագույնին, այն պետք է միագույն լինի։ Եթե գնել եք այն, ապա կատարեք հետևյալ փորձարկումը։ Մի փոքր կտոր տվեք շանը կամ կատվին։ Եթե կենդանիները ուտեն այն, ապա դուք եւս օգտվեք տվյալ ապրանքանիշից։ Իսկ եթե ուզում եք իմանալ, թե որքան շատ գունավորողներ ու քիմիական նյութեր են կիրառվել, ապա եռացրեք այն աղաջրում։ Եթե ջուրը վարդագույն դառնա, ապա դա վկայում է վատ որակի մասին։ Այսօր մենք հասկացանք, թե ինչպես է պետք ընտրել որակյալ նրբերշիկ, իսկ եթե դուք այնուամենայնիվ խենթանում եք նրբերշիկի համի համար, ապա հիշեք, որ ցանկացած մթերք էլ չափի մեջ է օգտակար։
Իսկ այժմ ապագա մայրիկներին կոչ եմ անում ավելի ուշադիր լինել, քանի որ մենք հասկանալու ենք այն երևույթների մասին, որոնք պետք չէ անել հղի վիճակում։ Հղի վիճակում կանայք շատ բաներից են հարկադրված հրաժարվել, որպիսի փոքրիկը առողջ ծնվի։ Իսկ այժմ մենք կիմանանք, թե ինչից է պետք հրաժարվել եւ ինչու։ Առաջին հորիզոնականում դա կոսմետիկ միջոցներն են, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին A։ Առավել հաճախ վտանգավոր են տարիքային քսուկները։ Այն միջոցները, որոնք ուղղված են սև բծերի ու ակնեի բուժմանը, եւս վնասակար են ապագա փոքրիկի առողջությանը, քանի որ պարունակում են նաեւ քիմիական նյութեր։ Խորհուրդ չի տրվում օգտվել նաեւ սուր հոտով կոսմետիկ միջոցներից, որոնք կարող են թունավորում առաջացնել։ Հաջորդը, ինչից պետք է հրաժարվել, դա մաշկը սպիտակեցնող միջոցներն են, որոնք փոխում են կնոջ մաշկի բնական գույնը, ինչն էլ կրկին արհեստական միջամտություն է եւ վատ է ազդում պտղի առողջությանը։ Իսկ եթե այնուամենայնիվ մեծ պահանջ կա նման միջամտության, ապա օգտվեք բնական միջոցներից ու բանջարեղեններից պատրաստվող դիմակներից։ Հղի ժամանակ մի ներկեք եղունգները, կտրականապես հրաժարվեք արհեստական արևայրուքից եւ մազերը ֆիքսող լաքերից։ Ուշադրություն, սպասված նորույթ Հայաստանում։ Դելտա կլինիկ բժշկական կենտրոնն այսուհետ կատարում է նիհարեցման, լյարդի առողջացման, առաջին աստիճանի շաքարային դիաբետի բուժման ու օրգանիզմի բեռնաթափման բացառիկ ծրագիր։ 7 օրում քաշի իջեցում 5-ից 7 կիլոգրամով։ Այսուհետ դա հնարավոր է։ Հակառակ դեպքում ձեր գումարն ամբողջությամբ հետ կվերադարձվի։ Հասե Թամանյան 6, Կասկադի հարևանությամբ։ Հեռախոսահամար 500 560։ Հաղորդմանը սպասարկում է Մանիա գեղեցկության սրահը, հեռախոսահամար 22 60 42։ Նկարահանումներին աջակցել է M&S առևտրի կենտրոնը։ Դե ինչ այսօր այսքանը, հուսանք, որ օգտակար եղանք ձեր առողջությանը, իսկ ձեզ մնում է միայն հետևել մեր հաղորդումներին եւ իհարկե օգուտներ ստանալ։ Կհանդիպենք ATV եթերում։